Սեպտեմբերի 29-ին սկանդալային դեպք է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը 13:00-ից 14:00 ժամանակահատվածում դպրոցում դասապրոցեսի ժամանակ ուսուցիչներից մեկը զայրանում է երեխաների վրա, ասելով «թողեք գնացեք, ես չեմ պարապելու» ու ինքը դուրս է գալիս դասարանից, ինչից հետո երեխաները տեսնելով, որ ուսուցիչը նման վերաբերմունք է ցուցաբերում, դուրս են գալիս դասարանից, ապա փորձում կենտրոնական դռնով հեռանալ դպրոցից, սակայն պահակը թույլ չի տալիս, ասելով, որ դեռ դասը չի ավարտվել։ Դրանից հետո ըստ մի քանի ծնողների հայտնածի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում են, մոտ 20 երեխա երկրորդ հարկի լուսամուտից թռել են, որի ժամանակ երեխաներից մեկը ողնաշարի հատվածում ցավեր է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Երեխան եղել է շոկային վիճակում եւ ուժեղ ցավեր է ունեցել։ Հիմա դեռ մեկ շաբաթ եւս 14-ամյա աղջիկը մնալու է հիվանդանոցում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն։